Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Զորավոր մեր կարիքները հոգալու համար։ Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք Աստծու Խոսքի զորավոր ազդեցության մասին, նշելով, որ այն ճշգրտորեն իրականանում է և որ այդ Խոսքի հետևում Տեր Աստծու հեղինակությունն է և զորությունը։ Աստծու այսպիսի խոսքերին մենք խոստումներ ենք անվանում։ Աստվածաշունչն այդպիսի հազարավոր խոստումներ է իր մեջ պարունակում, որոնցից որոշների առումով խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել դրանք, դուրս գրել և անգիր սովորել։ Սիրելի՛ բարեկամ, այդ խոստումների մեջ կան այնպիսիները, որոնք Աստված իրագործում է անհապաղ, երբ խոսքը վերաբերվում է մեզ համար Իր հոգ տանելուն։ Ահա մի խոստում, որի իրականացումը ես ամեն օր տեսնում եմ իմ կյանքում։ «Եվ իմ Աստվածը թող համաձայն Իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով» Համաձայն Իր հարստության արտահայտությունն առանձնահատուկ կերպով գրավում է իմ ուշադրությունը։ Երբ Աստված բավարարում է մեր կարիքները, Նա դա արտասովոր կերպով է անում։ Հաճախ Նա մեզ համար անսպասելի կերպերով է պատասխանում մեր աղոթքներին, հակառակ մեր ունեցած ակնկալիքներին ու պատկերացումներին։ Այս իսկ պատճառով էր, որ Պետրոս առաքյալը զարմացավ, երբ Տեր Հիսուսը նրան ասաց, որ ուռկանը նավի աջ կողմը գցի (տե՛ս Հովհաննես 21:6-11 հատվածը)։ Տեր Աստծու պատասխանը հաճախ շատ ավելին է լինում, քան մեր խնդրածը։ Հիշենք, թե ինչպես աշակերտները 12 լիքը կողով հաց ու ձուկ հավաքեցին այն բանից հետո, երբ Տեր Հիսուսը 5 հացով ու 2 ձկով կերակրեց մի ողջ բազմություն (տե՛ս Մարկոս 6:43 խոսքը)։ Օգտագործվող միջոցները երբեմն չափազանց շռայլ են, ինչպես որ աղքատ որբևայրու մասին պատմությունն է մեզ սովորեցնում։ Ունենալով ընդամենը մեկ աման յուղ, Աստծու հրաշքի շնորհիվ նա կարողացավ վճարել իր պարտքերը և նաև խնայողություն անել թե՛ իր և թե՛ իր երկու զավակների հետագա ապրուստի համար (Չորրորդ Թագավորաց 4:1-7)։ Երբ Աստված պատասխանում է մեր աղոթքներին, Նա ի ցույց է դնում Իր հարստության ճոխության չափը և Իր փառքը մեր նկատմամբ մեծ առատաձեռնություն ու անսահման ողորմածություն դրսևորելով։ Աստված գիտի, որ մենք հակված ենք հոգս անելու և անհանգստանալու։ Ինչպե՞ս եմ կարողանալու վճարել տան վարձերը, սնունդ գնել ընտանիքիս համար, ի՞նչ է լինելու երեխաներիս հետ, երբ մեծանան, և նմանատիպ շատ այլ հոգսեր։ Արդյոք դու նույնպե՞ս ունես նման վախեր ու անհանգստություններ։ Եթե այո, ապա Աստված հիշեցնում է քեզ, որ հոգ է տանում քեզ համար ամեն օր։ Նրա միջոցներն անսպառ են։ Երկրի վրա ամեն բան Նրան է պատկանում։ Այնպես որ հոգս մի՛ արա, այլ ամեն ջանք արա, որ բավարարես Նրա խոստման իրականացման համար անհրաժեշտ պայմաններին։ Հավատք ունեցի՛ր և փափագի՛ր ապրել քո կյանքը՝ հնազանդվելով Տեր Աստծու կամքին ու Աստվածաշնչի ուսուցանած սկզբունքներին։ Եթե անես դա, ապա պատրաստ եղի՛ր զարմանալու՝ տեսնելով Նրա ծրագրերի իրագործումը քո կյանքում, որոնք գերազանցելու են քո ամենավառ երևակայությունը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ Աստված ասում է «Ես կհոգամ քո կարիքները», ուրեմն անկասկած, այդպես էլ լինելու է։ Ամեն օր Աստված նորոգում է Իր ողորմությունները քո հանդեպ, որովհետև Նրա հնարավորություններն անսահմանափակ են։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։